ողորմյա Տեր 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 ողորմյա Քեստյար ընթանց նեղիցուկ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա Օրհնյալ ես Տեր Աստված ամենակալ ամեն ինչում հզոր եւ սքանչելագործ որ ոչնչից անկազմ խավարանդուններից ստեղծեցիր երկինքը երկիրն ու ծովը եւ քո հոգին շրջում էր ջրերի վրա Դու երկրի հողից ստեղծեցիր մարդուն եւ քո ամենասուրբ փչպամբ կենթանություն տվեցիր եւ արևելքում ընծայեցիր Եդեմի պարտեզը ամբողջ աշխարհը հնազանդեցնելով նրան Իսկ նա օծի խաբեության պատճառով որ իբրև մի տղայի խաբեց նրան եւ մատուցեց գիտության ծառի պտուղը փառքից մերկանալով կարկատուն տերևով պարուրված արտաքսվեց դրախտից Սակայն դու չանտեսեցիր քո ծառային այլ գթացիր քո ժառանգներին բազում բարեգործություններ արեցիր մարդկային ազգի համար իսկ օրերի լռումից հետո հայրական ծոցիցդ քո միածին որդուն առաքեցիր որ եկավ ու սուրբ կույսից մարմին զգեցավ եւ ելավ այն մոլորվածի համար որին թշնամին հանեց կյանքի պարտեզից եւ չար գազանի նման հետապնդելով մահաբեր թույներով վիրավորեց տեսակ ախտերով եւ ամայի ճանապարհներին ու դաշտերին ցիրուցան արեց Իսկ քո բարերար միածինը քաղցրածային բարբառելով ասաց Եկեք ինձ մոտ ով բոլոր աշխատածներ ու բեռնավորվածներ եւ ես կհանգստացնեմ ձեզ քաղցր լծով ու փոքր բեռով ապա իր բարերարության շնորհով բոլորին համախմբելով տարավ Հորդանան գետի մոտ Եվ տեսավ ջրերի մեջ բնավորված ահռելի վիշապին, որ կամենում էր կլանել մարդկանց։ Իսկ Հորդանանի հորդահոս ալիքները հանդարտ կանգնել էին, ինչպես ասում է Հոբը, ապա ամենքին հրամայեց ջուրը մտնել, ոտնակոխել թշնամու զորությունը եւ բոլորին լվանալով մեղքերի աղտից, նորափետուր զարդարեց եւ կնքեց խաչանիչ դրոշմով, լինելու համար մի հոտ եւ մի հովիվ, առանձնացրեց իր սուրբ կաթողիկե եկեղեցու գավիթներում, մարգարեներով ամրացրեց, առաքյալներով պարսպեց, մարտիրոսներով պսագազգեզ դարձրեց, ավետարանական խոսքերով զվարճացրեց, որպիսի ամենքը խաղաղության մեջ վայելեն։ Երիտասարդներն ու կույսերը, ծերերն ու մանուկները, ամեն ոք ցնծությամբ եւ ուրախությամբ գոհություն պետք է մատուցեն Աստծուն, քանզի այսօր աստվածային ու երկնային սուրբ եւ պատվական է այս տոնը, եւ Սուրբ Հոգու աստվածային ճառագայթների լույսը
այսօր ծագեց պայծառացած աշխարհում։ Այսօր Աստված մաքրեց ջրերը, լուսավորեց մարդկանց եւ երկնայիններ դարձրեց։ Այսօր երկիրը համապատվությամբ նոր երկինք եղավ, քանզի Աստուծո որդին երկրի վրա երևաց եւ մարդկանց հետ շրջեց եւ գալով Հորդանան գետի մոտ սրբեց ջրերը եւ ջրերի սրբությամբ ու հոգու կենթանությամբ լուսավորեց մարդկանց։ Այսօր մենք եւս գոչելով աղաղակում ենք ու ասում. մեծ ես դու, ով Տեր, եւ սքանչելի են քո գործերը, եւ ոչ ոք խոսքով այնքան լեցուն չէ օրհնելու համար քո հրաշքները, քանզի քո ամենակարող զորությամբ ստանձնել ես բոլոր արարածների խնամակալությունը եւ նախախնամությամբ կարգավորում ես աշխարհը։ Աղաչում ենք քեզ, ով մարդասեր Տեր, առաքիր Սուրբ Հոգիդ այս ջրերի վրա եւ օրհնիր ու սրբիր եւ սրան Հորդանանի շնորհը տուր, դարձնելով օրհնության աղբյուր, անապականության պարգև, մեղքերի ջնջում, հիվանդների բժշկություն, զարհուրելի վիշապների խորտակում, ախտաժետներին առողջություն, անհաղթելի թվացող չար ուժերին հակառակորդ լցված հրեշտակային զորությամբ։ Այժմ հենց դու ինքդ ով Տեր, Սուրբ Հոգուդ միջոցով մոտեցիր մեզ եւ օրհնիր այս ջուրը, որպեսզի սա ոչ միայն դառնա միջոց տների շինության, հիվանդների բժշկության, հոգիների եւ մարմինների փրկության համար, այլև օգտակար լինի ցանկացած կարիքի համար, քանզի դու ողորմած եւ մարդասեր Աստված ես։ Թող փախչեն սրանից այն անձինք, ովքեր քո ծառաների դեմ չարն են խորում, քո մեծ, փառավորյալ ու սքանչելի անվանն ենք դիմում, ով Տեր, եւ քեզ, Հորդ, Որդուդ եւ Սուրբ Հոգուդ մատուցում ենք օրհնություն եւ փառք, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Խաղաղություն ամենեցուն։ Աստուծո երկիր պակես սուկ, ով Աստված, ստեղծիչ ամենայնի, որ ջրերի վրա քայլելով հայտնեցիր քո սուրբ կենդանարար հոգին, իսկ Հորդանան գետում զորությունդ եւ փառքդ, նախակարապետն եւ մարգարեն տեսնելով աղավնու կերպարանքով քո էակից Սուրբ Հոգուն աղաղակեց ասելով. ահա գառն Աստուծո, որ բառնում է աշխարհի մեղքը, որ ընթացար ջրերի վրայով եւ սրբեցիր այն քո սուրբ ոտնահետքերով, իսկ այժմ ով Տեր Աստված մեր, օրհնիր այս ջրերը, ծառայեցնելով այն քո ծառաների մաքրության համար, վանիր սրանից բոլոր վնասակար ու չար բծերն ու ախտերը եւ սատանայի ամբողջ բռնությունը, նաեւ հաստատիր այս ջրերի մեջ ամենազոր Սուրբ Հոգուդ շնորհները, բժշկություն, առողջություն եւ ամենաչարի դեմ հաղթության կարողություն, եւ մեկամեկը սրանով թող արժանանանք քո օգնությանը եւ քո ընդունելությանը, բժշկությանը, օրհնությանը եւ սրբությանը, եւ անդադար պիտի փառավորենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։